Առողջ քննադատությունը տեղին է եւ այն պետք է լինի։ Հատկապես եթե մենք ասում ենք ժողովրդավար, այսինքն դեմոկրատ երկիր ենք, դե ուրեմն գնացին քննադատելու։ Հանրային հեռուստաընկերությամբ Սոս Ջանիբեկյանը մի հաղորդման մեջ էր մասնակցում, որ այս աղբի հանելու process-ն են նկարում ու հետաքրքիր էր, որ աշխատողներից, աշխատակիցներից մեկը պարսիկ էր, սկսեցի նայել ու որոշեցի այս տեսանյութը նկարել։ Լուի Վուտոններս հագնեմ եւ աղբարկղների ֆոնին նկարվեմ։ Կմտնի կրպանս, լավ է։ Ասում եք 8 տարվա մեջ ինչ են արել այս իշխանությունները։ Ասում են ասեք լավն ու վատը։ Այսօր աղբի լավն ու վատն ենք ասելու։ Սկսենք լավից։ Ողջույն սիրելի բարեկամներ, շարունակում եմ մեր բակից ռեպորտաժների շարքը եւ այսօր մենք խոսելու ենք համակարգային սխալի մասին, որը 8 տարի, եթե արդար լինենք, այս վերջին 20-ամյակը այդպես էլ կամ 30 տարի անվերջ, այդպես էլ այս հարցը չլուծվեց, աղբի հարցը։ Հիմա կասեք, ոնց չլուծվեց, լավ բաները չեք նկատում, այդքան անում են, լավ բաներից այն է, որ բարձրահարկ շենքերից խողովակատարերը հանեցին, մենք այլևս աղբը չենք թափում այդ խողովակների մեջ, այլ բերում են այսպիսի արգղերի մեջ ենք լցնում։ Կողքը տեսնում եք, չէ, այդ կարմիր մատրասը, դա անցած ռեպորտաժի ռեկվիզիտն է։ Երևի քաղաքային իշխանությունը ավելի շուտ Դավթ Հաշենի վարչական ղեկավարությունը նկատել էր եւ այնտեղից, որտեղ դա այսպես շպրտած էր, բերեցին, դրեցին։ Հիմա նորից, ինչպես անցած անգամ կարճ կոնկրետ, որովհետև կարճ տեսանյութեր եք սիրում, չեք սիրում երկար բարակ խոսենք, այնպես որ եթե ինչ-որ մի բան մոռանամ, ուրեմն դա ասել ենք բազմիցս, ուղղակի այս պահին գուցե բաց ենք թողել, խիստ մի դատեք, սիրելի բարեկամներ, հատկապես ուշադրություն դարձրեք նաև դրսի հայեր ջան, երբ որ ինչ-որ մի բան ասում ենք, մի ասեք, որ հայաստանցիներս հետամնացենք, կամ լրագրողին, որ գրում եք, այդ ինչ հույսեր եք կապում, որ կնեղանանք, կամ չգիտեմ ինչ կանենք, դուք հասկացեք, որ լրագրողը նյութ է պատրաստում, եթե նորության պահ կա։ Հիմա այստեղ նորության պահը այն է, որ մեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը գնացել է Նուբարաշենի աղբավայր եւ ներկայացրել է, որ հարցը լուծվել է։ Կամերաներ են դրված, ուրեմն ուղեփակոցներ են դրված եւ ամռանը, որ հրդեհում էին այդ սովետաշենն ու բարաշենի աղբավայրը, այդ ամբողջ ծուխը գալիս էր եւ մեր մայրաքաղաքը կեղտոտում էր, այլևս չի լինի, որովհետեւ վերահսկվում է։ Եվ ի թիվս ամենի ասում է, որ հող են լցնում շերտերի վրա, որ այդ կուտակումները չլինի։ Մի քանի րոպե է, դուք դա դիտեք։ Երևանցիներ, մենք գտնվում ենք Նուբարաշենի աղբավայրում, որտեղ դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին ունեն։ Եվ եթե կհիշեք, նախորդ տարվանից հետո մենք որոշեցինք, որ էական փոփոխություններ պետք է անենք աղբավայրում, եւ նախորդ սեպտեմբերից ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես տեսնում եք, այս ամբողջ հարթակը, որը հիմնականում արդեն իսկ փողով է ծածկված եւ աղբի հատվածը շատ փոքր հատված է, նախորդ տարի դեռևս տարբեր հատվածներում աղբի մեծ բլուրներ ունեին։ Օրական մոտավորապես 150 մեքենա հող է մտնում այստեղ։ Մենք տեղադրել ենք մոտավորապես 45 հենասյուներ, երկկողմանի լուսավորել ենք ամբողջ տարածքը այդ հենասյուներով, տեղադրել ենք տեսախցիկներ եւ տեղադրել ենք արգելափակոցներ, որտեղ որ արձանագրվում են բոլոր մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաները։ Իրականում այս բոլոր միջոցառումները իրականացվել են, որպեսզի աղբավայրի վիճակը պահել կառավարելի մակարդակում, որը նշանակում է, որ այրման վտանգը էականորեն նվազեցված է։ Սրանից հետո իհարկե մենք ունենք եւս մի կարևոր ֆունկցիա եւ եւս մի կարևոր գործառույթ, որը որ արդեն նոր աղբի վերամշակման գործարանի կառուցումն է
եւ քանի դեռ մենք այստեղ կարողացել ենք իրավիճակը դարձնել կառավարելի, մենք ունենալու ենք ժամանակ, որպեսզի այդ գործարանի կառուցումը ապահովենք։ Ահա, դուք տեսաք, թե ինչ է ներկայացնում մեր քաղաքապետը, բայց արդյոք այն խոստացած ի թիվս, հա, խոստացածների մեջ աղբի հարցը լուծվել է, ոչ չի լուծվել։ Ես ասացի, որ ընդամենը այն էլ ուրեմն Հայկ Մարությանի օրոք, որը մեզ սև ու սպիտակների բաժանեց հենց Դավթաշենում 18 թվականի ելույթներից մեկում, ուղիղ եթերում, եւ դա բորբոքեց շատերին, մի լավ բան արեց աղբի հարցով, բայց կիսատ պրատ, այսինքն որն էր սխալը, այդ սխալը տեսակավորման խնդիրն էր։ Ես հատուկ ակնոցս հանեցի, ինչից է սարքված այս ակնոցը, ապակուց, պլաստիկից եւ երկաթից, ասենք փչացավ եւ ես այն ուզում եմ նետեմ աղբարկղը, կարող եմ նետել, փոքր է, բայց այն մեծ ուրեմն մատրասները ուրիշ մեքենա է տանում, սովորական աղբի մեքենան չի տանում դրանք։ Էլի ոչինչ, որ մեր ռեպորտաժում անցորդներ կան, նույնիսկ շատ լավ է, բայց զգուշանում են, ասում են նկարահանի, վերջացնի, նոր իրենք անցնեն։ Տեսնում եք, ինչ կուլտուրական մարդիկ են, մեր մարդիկ, այնպես որ ասում են, դա մենք ենք աղտոտում, ոչ, դուք համակարգ ստեղծեք։ Ինչու միջև հիմա, ասենք, պլաստիկը կամ ապակին, ուրիշ նյութեր, որոնք հողի մեջ չեն քայքայվում, չեն տեսակավորվում, հենց բնակարանից, Բելգիայում եք ապրում, Ֆրանսիայում եք ապրում, Ամերիկայում եք ապրում, то Ճապոնիայում եք ապրում, իդեպ Ճապոնիայում մի հետաքրքիր աղջիկ կա, որ հայ է, ամուսնացել է ճապոնացու հետ եւ շատ լավ տեսանյութեր է հրապարակում, այդտեղ դուք թեկուս կարող եք տեսնել, թե տարատեսակ ինչ աղբամաններ կան, ինչ տոպրակներ կան, որի մեջ են լցնում։ Օրինակ ուտելիքը Ամերիկայում լցնում են ոչ թե աղբամանը, այլ լվացարանի մեջ կա այսպիսի մի տեսակ մսաղացի նման աղաց, դա աղացվում է եւ գնում է կոյուղի, որովհետև դա բնական նյութ է, օրգանիկա է, պրիմիտիվ բաներ եկեք չասեմ, բայց մենք դեռ այդ համակարգը չենք կարող մեր բնակարաններում դնել, դա էլ փող արժի եւ այլն, բայց կարելի է կոմպոստի համար հավաքել ինչ-որ մի տեղ, նույն մեր բակային տարածքներում դա օգտագործել որպես պարարտանյութ, բայց ով պետք է անի, քաղաքապետարանը վարչական շրջաններում պետք է նախատեսվի։ Հա, կարող էին կանաչապատման հողակի մասին ենք, չէ՞ անդադ խոսում։ Մյուսը շշերի ապակու մասին։ Առաջ կարող էինք շիշը հանձնել։ Հիմա Դավթաշենում մի հատ կետ կա։ Դա էլ բազմաթիվ պահանջներից հետո դրվեց։ Իսկ չէ որ նույն Եվրոպաներում, որ մենք ձգտում ենք իրենց նմանվել, լավ բանի որ նմանվենք, այդ ապակե տարան կարող են գցել ինչ-որ մի նման աղբանոցներ են, որից կոպեկ ես դու հանում, այսինքն դու շշի համար գումար ես ստանում։ Մարդն էլ այնտեղ չի ներկա։ Այստեղ լավ կար, այդ համակարգը հանեցիք, նորը չմցրեցիք։ Ինչու՞, որովհետև ապակին վերամշակվող է։ Պլաստիկի վերաբերյալ, մենք շիշերը, պլաստիկ շշերը ամեն օր ենք օգտագործում, մենք չենք կարող այդ պլաստիկը մեր կենցաղից հանել, դա բժշկության մեջ է, բոլոր ոլորտներում օգտագործվում է պլաստիկ, նույնիսկ սկսած մեր ասեղներից, ներարկիչներից, որ անհրաժեշտություն է մարդու առողջությունը պահելու համար, վերջացրած մեքենաների, որ մետաղական ուրեմն մասնիկները շատ դեպքերում պլաստիկ է, նույն համակարգիչները, տո հեռախոսները այսօր ուղղակի չեն վերցրել, ամեն ինչը պլաստիկից է, ուրեմն պետք էր այդ պլաստիկի տեսակավորումը շատ լավ կազմակերպել։ Ինչ ունենք մենք? Մենք ունենք ուղղակի այսպիսի աղբաման, ամեն ինչը գցում ենք մեջը,
տեսակավորված աղբամաններ Դավթաշենում 1, 2, 3 տեղ կգտնեք, ամբողջ մի քաղաքի չափ բնակիչ է այստեղ ապրում, այնտեղ գնալու համար մարդը պետքա գիտակցաբար, այ հիմա խոսում ենք եւ պլաստիկե տոպրակը թռնում է, ամեն ուրեք քամին տալիս է, կեղտը հանում է դուրս, հատկապես ձմռանը, երբ ձյունը հալվում է եւ դեպի գարուն, մենք տեսնում ենք ձանտակը ինչքան է կեղտ հավաքվել։ Ահա դա էլ կազմակերպված չի մաքրությունը, բակերում թեթևակի ինչ որ ավելով մեկը գալիս է սթից, այս կողմից այն փեդեբոշաներն է ասում, այս կողմից այն կողմ են գցում, մեր բակը նույնը, իսկ հետնամասում ոչ, այդ հետնամասն էլ մեր ուրեմն վրա են դրել, բնակիչների վրա են դրել, որ մենք դա մաքրենք, կմաքրենք, էլի կմաքրենք, բայց այդ դեպքում ինչու եք գալիս, ասում եք, բարեկարգում եք, հինը քանդում եք, մենք ամենուր եք տեսնում ենք, ասում ենք, հա ինչ լավ է, այդ բուտկեքը քանդեցին եւ այլն։ Մի խոսքով, մենք աղբի հարցը այս 8 տարվա մեջ, այո, չլուծեցինք։ Նոր աղբի վերամշակման գործարանի կառուցումն է։ Թողես քաղաքապետը ասի վերամշակվող գործարան կսարքենք, երբ կսարքեք, 8 տարյա նույն երգն եք երգում։ Ու հենց տեսակավորման խնդիրը, որը համակարգային խնդիր է, պետք էր մշակել եւ լուծել։ Եվ եթե մենք ասում ենք նախկինների ժամանակ դա չի արվել, հիշեք, ժողովուրդ ջան, 20-30 տարի, տո միջև այդ, երբ որ մենք անկախացանք, դրանից առաջ սովետական միությունում, այսքան աղբ, այսքան պլաստիկ կար, չկար, զարգանում են տեխնոլոգիա եւ այդ տեխնոլոգիաները հավելյալ աղբ են բերում։ Այդ աղբի հարցը պետք է լրջորեն լուծել։ Այսօր նաեւ ջրային ռեսուրսներում, որ դուք տեսնում եք, ամենուրեք շշեր է լցված, ցելոֆոն է լցված, կոյուղաջերը լցվում են Հրազդանի գետ, մենք դա լուսաբանում ենք ու այդ ով որ տեսանյութերը իդեպ ուղարկում է լրագրողներին, նշում է 30 տարի այդ հարցը չի լուծվել։ Ժողովուրդ ջան, 30 տարի լուծվել չլուծվելու հարց չի։ Դե եթե դուք նկարում եք խողովակներ, որ կոյուղաջրերը բաց են Հրազդան գետի կամ որևիցե գետի հատվածում, եւ այդ կեղտը գնում է գետ, դա ընդհանրապես փականի բացել փակելու հարց է, ոչ թե խողովակների հարց։ Եվ այդ փականների համար վերահսկություն պետք է լինի, կազմակերպվի։ Եվ վիոլա ջուրը կլինի, թե ով կլինի, իսկ հատկապես վերջին շրջանում վիոլա ջրի խնդիրն է։ Լավ, մենք հասկացանք լավի եւ վատի պարագան ու ասեմ ձեզ, չգրեք վայ լավը չեք տեսնում, կրկնում եմ, ես նշեցի, աղբահավաքությունը կա, խողովակները, որոնք շենքի մեջ էին, սովետական շրջանից, դրանք փակված են եւ ամեն մեկը, ամեն բնակիչը այդ խողովակը տոպրակով ուղղակի հիմա նկարում եմ չեն գալիս, գցեն, բերում են, գցում են, բայց սկզբից դա ընդունվեց փշերով, վայ, էտով այդքան գնալու, այո, իմ համար էլ է դժվար, ես ոտքի խնդիր ունեմ, բայց ես հիմա ձեզ ասեմ, նախ ամռան շրջանում, ձմերուկի սեզոնին, այդ ջուրը, այդ ճենջը չի լցվում հայաթը, այդ ճանճերը չեն գալիս, դա շատ դրական իրավիճակ է, բայց տեսակավորման խնդիրը շատ մեծ խնդիր է եւ Տիգրան Ավինյանը երբ որ գնում են ու Բարաշենի աղբանոց ասում է, հա, կվերահսկենք, տեսնենք ով է վառվում, նա պետք է նաեւ ձեզ արդար եւ ազնիվ զգուշացնի, որ այդ խնդիրը մարդու պատճառով է եւ ինքը տեսահսկմամբ չի կարող կանխել վառվելը աղբանոցի, որովհետև ամռան շոքին, ինչքան էլ հող լցնես, այնտեղ ես արդեն նշեցի, կենցաղային օրգանիկ նյութեր կան, կերակրի մնացորդներ, թե չէ տեսնում եք ինչքան թռչուններ, բաներ են լցված չէ լինում, իրանք գալիս են այդ կերը ուտեն, հատկապես արագիլներ եւ այլն։ Եվ մեքենան կարևորը մեզ չխփեցին, էլի, տարան շուշուտ ավարտեմ, քանի իսկապես չեմ խանգարել այս երթևեկությանը եւ այդ աղբը գազեր է արտադրում ու ինքնա հրկիզում է
սկսվում։ Դրա համար նախ պետք է հենց նույն Բարաշենում քանիցս ծրագրեր կային, որ վերամշակող գործարան լիներ, այնտեղի գազերը օգտագործեին, էներգիա արտադրեին, հետո տեսակավորվեր աղբը, դա վերամշակվեր։ Ինչ է կարել 8 տարվա մեջ նստում եք, ասում եք, հա մենք մեղավոր ենք, հա 7 տարի առաջ դասարան ենք բան արել, այն ընդդիմադիր մի հատ կուսակցություն էլ կա, ասում է այս հարցը լուծելու ենք, չենք լուծելու, ժողովուրդ ջան, արեք, տեսնենք, ոչ թե ասեք, կանենք ու չեք անում։ Այսքանը, ստեսություն, կհանդիպենք։